Նիկոլ Փաշինյան, համեցեք պարոն Փաշինյան, նախապատրաստվի Զարուհի Փոստանջյանը։ Ներողություն Լևոն Դոխոլյանը, Իշխան Խաչատյանն ու Լևոն Դոխոլյանը փոխել են իրենց։ Շնորհակալություն, տիկնակ եւ պարոնայք, ապրիլի 3-ին եւ 4-ին մի խումբ գործընկերների հետ եղել եմ Լեռնային Ղարաբաղում եւ կա մի ասելիք, մի հանգամանք, որի մասին հարկ համարեցի կիսվել ազգային ժողովի ամբիոնից։ Ղարաբաղում պարզապես լեգենդներ են պտտվում Հայաստանի զինված ուժերի 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի եւ մարտական եւ հոգեբանական պատրաստվածության մասին։ Եվ այդ լեգենդները պտտվում են ոչ թե որպես PR գործիք, այլ դրանք ունեն կոնկրետ իրադարձություն, դրանք հիմնված են կոնկրետ իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել կոնկրետ վայրում, կոնկրետ օրը, կոնկրետ ժամի, կոնկրետ մարդկանց կողմից։ Մարտական ուղի անցած հրամանատարները ասում են, թե դժվար է գիտակցությամբ հասկանալ, թե ինչ սիրտ եւ հոգի պետք է լինի 18-ամյա, 20-ամյա այդ տղաների մեջ, որ նրանք ոչ միայն անհաղորդող կանգնեն մի քանի անգամ թվականակով իրենց գերազանցող հակառակորդի առաջ, այլև ետ շպրտեն նրանց կամ կռվեն միջև արյան վերջին կաթիլը։ Սա թերևս ամենահզոր գործոններից մեկն է, որ Ադրբեջանի զորքին թույլ չի տվել, ավելի ճիշտ Իլհամ Ալիևին թույլ չի տվել իրականացնել իր բլիցկրիգը եւ տարածքներ նվաճել, օկուպացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Եվ ես այս ամբիոն բարձրանում եմ ուղղակի մի քանի կամ մեծ թվով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների խնդրանքով, որոնք խնդրել են ինձ ազգային ժողովի ամբիոնից իրենց երախտիքի կսկիծի առաջին հերթին իհարկե, բայց ավելի կարևոր է երախտիքի, հարգանքի, սիրո խոսքերը փոխանցել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արագածոտնի մարզի եւ Երևանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին եւ մարզիչներին, որ նրանք այդպիսի քաղաքացիներ, այդպիսի զինվորներ, այդպիսի զավակներ են դաստիարակել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան։